Ձեր կարծիքով ընդդիմադիր ուժերը միավորվեն իրար հետ։ Ուժը ես այս քաղաքականությունից էլ արդեն ոչինչ չեմ ուզում հասկանալ։ Արդեն հոգնել ենք, այս ինչ կկատարվի մեր երկրի հետ, ուղղակի սիրտս ցավում է մեր երկրի համար։ Ես չգիտեմ ով, ինչ, բայց շատ ափսոսում եմ, որ մեր երկիրը հասավ այս օրին։ Իսկ ում կուզեիք տեսնել քաղաքապետ։ Ես կուզեի այս ներկա իշխանություններից ղեկավարեն, որտեղ շատ բաներ է փոխվել, ուղղակի մարդիկ չեն ուզում դա տեսնել։ Ձեր մեր Սարիկին, այսինքն։ Հա, ձեր Սարիկն էլ է։ Գիտեք, այստեղ ոչ թե մենակ Սարիգն է, ընդհանրապես այս իշխանությունը շատ լավ է աշխատում, ուղղակի չի գնահատվում։ Գիտեք, մի օրինակ բերեմ։ Չէ, օրինակ։ Չգիտեմ, ես կարելի է այստեղից ասել թե չէ, չգիտեմ։ Հա? Միգուցե անջատենք նո խոսենք։ Չէ, ասեք։ Եթե պետք չէ, դուք մոնտաժ եք։ Ասեք, նայեք, տեսեք, ես օրինակ բերեմ Աստվածաշնչից։ Տեսեք, Աստված իր միածին որդուն խրկեց, ուղարկեց, որովհետեւ փրկեր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը աստծո է։ Մի րոպե ես օրինակն եմ բերում էլի, նա ուղարկեց, որովհետեւ մեզ փրկի, բայց ամեն ինչ արեց, ամեն ինչ էլ բժշկություն արեց, էլ քարոզներ արեց, այն Եկեք կլորացնենք խոսակցությունը։ Ոբշը մի խոսքով վերջում ինչ դուրս եկավ, խաչին հանեցին։ Այսինքն Նիկոլի ճակատագրի նման է։ Ոտ, ես դա եմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը շատ անշնորհակալ է։ Ձեր կարծիքով ընդդիմադիր ուժերը կմիանան իրար քաղաքապետի թեկնածուները։ Դեմ, չիտեմ աղջիկ։ Կներեք ռասուշ, որ հարցը տվել եք, լսեք։ Խելքը գլուխը սրտացավ քաղաքի վերաբերյալ։ Որ բոլոր երնակները լինի, հա դժվար է համատեղել բոլոր երանիները մեկ տեղում, բայց պետք է ձգտել դրան։ Ո՞վ է ձեր նշած հատկանիշներով քաղաքապետը։ Ոչ մեկը։ Դա եք ուզում լսել։ Իսկ ում կուզեիք տեսնել քաղաքապետը։ Ես ասում եմ, ինչպիսին ես կուզենայի, որ եւ խելքը լիներ տեղը, եւ հոգին, սիրտը ցավար քաղաքի համար եւ ժողովրդի եւ իրոք լիներ ուժեղ անձնավորություն։ Իսկ դինը հոգու մեջ դուք չտեսաք այդ ուժեղ անձնավորությունը։ Մեկի մոտ խելքն է լավ, այն մյուս կողմն է պակասում։ Մյուսի չեմ կարող ասել, որ իրենք ներդաշնակ են։ Իրենց այդ ոնց ասեմ, այդ հատկությունների մեջ թող ոչ ոք ինձանից չեն եղանա։ Այնինչ որ ես կուզենայի տեսնել, չկա։ Ձեր կարծիքով արդյոք ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, քաղաքապետի թեկնածուները նկատի ունեն։ Կուզենայի չմիավորվեն։ Քաղաքապետ չեն կունենա այդ դեպքում, եթե չմիավորվեն։ Թող նորից ընտրություն անեն։ Իսկ դուք ում եք ուզում տեսնել քաղաքապետ։ Այդ չեմ ասի։ Թախնիկ։ Էնը չի չես սե։ Էնը չի, հա հետ սա չի չես ուզե։ Էնը չի չես ուզե։ Սարիկ Մինասյանին։ Այն Սարիկ Մինասյանին։ Ինքը շատ լավ ղեկավար էր, շատ հարմար թեկնածու էր։ Երդասարտել էր, իրան շատ պետք էր։ Մեր քաղաքը բարգավաճելու, ծաղկեցնելու։ Ձեր կարծիքով ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուները կմիավորվեն։ Չգիտեմ, փուր։ Բարեցես, մի քիչ կարելի է։ Իհարկե։ Ձեր կարծիքով ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուները կմիավորվեն։ Չեմ կարող ասել դա։ Իսկ ում կուզեիք տեսնել քաղաքապետ։ Քաղաքապետ։ Ով որ աշտար է, ես ինչ գիտենամ ով է աշտար։ Դե փաստացի 4 ուժ անցել են իրենցից ում կուզեիք։ Վաշտան Ղուկասյանը։ Ինչու ինչ հատկանիշ ունի, որով տարբերվում է մյուսներից ինքը։ Մյուսներից չի տարբերվում, ուղղակի ճանաչելով Վաշտանին, Մարտին Գրիգորյանն է կուզենայի, որ ընդրվեր, ինքն էլ է շատ լավ մարդ, բայց ներկայացնում Վաշտան Ղուկասյանը, եթե Իսկ Սարիկ Մինասյանի մասին ինչ կասեք։ Դե Սարիկ Մինասյանը ես ընդհանրապես չեմ ճանաչում, ուղղակի լսել եմ, որ լավ մարդ է։ Ձեր կարծիքով հնարավոր է, որ ընդդիմադիր 3 քաղաքապետերը միանան իրար։ Դիվադիր 3 քաղաքապետը։ Ովքեր հաղթել են, էլի։ Շատ հնարավոր է, չեմ կարող երաշխավորել։ Իսկ ում եք պատկերացնում Գյումրիի քաղաքապետ։ Ես Գյումրիի քաղաքապետ պատկերացնում եմ մենակ Սարիկ Մինասյանին։
Հա, բայց փաստացի 4 քաղաքական ուժեր են հաղթել, ովքեր ցանկություն չեն հայտնել կոալիցիա կազմել Սարիկ Մինասյանի հետ, այսինքն ինչքան էլ Ես չեմ անցանկալի կարող է ասեմ մեր համար, ինչ տածք կունենան այս իրադարձությունները, բայց Սարիկ Մինասյանը հավաքել է առավելագույն ձայները եւ ես մենակ քաղաքապետ իրեն եմ պատկերացնում։ Հա, բայց համենայն դեպս այն իշխանություն ստանձնելու շեմը չի հաղթահարել եւ իրենը ցանկություն Դե չեն 8 հայտնել։ ընդդիմադիր ուժեր պայքարեցին մեկ հոգու դեմ։ Բնականաբար այդքան բնակչություն չկա, որ այդքան Բայց պատկերացրեք ՔՊ-ի համար էլ Սարիկ Մինասյանի կողքին էր ամբողջ իշխանական ռեսուրսը նախարարներով, ոստիկանական համակարգերով, պետական ապարատը լցվել էր հենց Սարիկ Մինասյանի այդ ձայն աջակցությամբ։ տալիս էին ոչ թե նախարարները, սովորական ժողովուրդը։ Չէ, համենայն դեպս մրցակցային անհավասար պայքարում։ Դուք ասում եք 8 հոգին մեկի դեմ։ Հա, 8 հոգին մեկի դեմ էր, չեմ կարող ասեմ, որ մրցակցում էին նախարարները, մրցակցում էին Աջակցում էին, չէի ասի, ժողովուրդն է իրեն ձայն տվել։ Շնորհակալություն։ Քաղաքական ուժերը կմիավորվեն Գյումրիի քաղաքապետի։ Չեմ կարող ասել։